Զրուցում ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Պարոն Մարտիրոսյան, ինչ ազդեցություն ունի համացանցը անչափահասների զարգացման վրա, թե դրական եւ թե բացասական տեսանկյունից։ Իրականում այս հարցը ասեմ ձեզ, որ դեռ բավականին լավ ուսումնասիրված չի, որովհետեւ ենթադրում է երկարատև ուսումնասիրություն, հատկապես խոսքը գնում է երկարաժամկետ ազդեցությունների վրա, այնպես որ իհարկե կարելի է խոսել մոտավորապես այն ինչ այսօր բարձ է։ Առաջնային իհարկե դրականը դա այն է, որ փոխվում է կրթական մոտեցումները, հաստատի երեխաները ունեն մեծ հնարավորություններ ինքնուրույն զարգանալու, դա շատ հատկապես կարևոր է այն երկրների կամ այն միջավայրերի համար, որտեղ կրթությունը որակյալ հասանելի չէ։ Լինի դա այն պատճառներով, թե ֆինանսական եւ բացասական ազդեցությունները իրականում շատ են ու շատ կախված է թե խոսքը ընդհանրապես երեխա ասելով ում մասին նկատի ունենք։ Այս հաշվով, եթե խոսքը գնում է իսկապես փոքր երեխաների մասին, այսինքն նախադպրոցական կամ 7-10 տարեկան երեխաների, ապա այստեղ ակնհայտ է, որ երկարաժամկետ ընդհանրապես որոնց օգտվելը երեխաների հաճախ դարձնում է ավելի ծրված, կենտրոնացումը թուլանում է, դեպքերում կարող է ագրեսիվ դառնալ, շատ կախված է նաև նկատի ունենք համացանց ծախսերի երեխան աղեր է խաղում, թե սոցիալական ցանցերում նստած, այսինքն ազդեցությունը կարող է լինել շատ տարբեր։ Մեծ հաշվով այստեղ միանշանակ մոտեցում աշխարհում չկա։ Կան երկրներ, որտեղ հրախուսվում են համացանցներից օգտվել բանկաբանությամբ, այստեղ բան կա, որ հստակ է, քանի որ ցը կուտակված դեռ երիկ չի, բայց ամեն դեպքում ավելի է արձանագրել, որ ինչքան ավելի փոքր երեխան է, քան բացասական ազդեցությունը ավելի մեծ։ Իսկ որքանով են տարածված կիբերհարձակումները անչափահասների շրջանում։ Իրականում հստակ վիճակագրություն ոչ միտեղ չկա, որովհետև երեխաները մեծ մասը դեպքերի ոչ միայն իրավապահներին չեն դնում, այլ նույնիսկ ծնողներին կամ դասատուներին, բայց եթե ծայրացնենք կիբերբուլինգը որպես հարձակման ձև, ապա այսօր կարելի է արձանագրել, որ երեխաների բավականին լուրջ հատված երկուց էլ է տարբերվում, իհարկե, բայց մեկ երրորդը դա արվում են հարձակումների ձև։ Ծնողական հսկողության միջոցներից ինչ կասեք, որքանով են դրանք արդյունավետ։ Իրենք արդյունավետ չեն, որովհետև ծնողներն են անգրագետ։ Իրականում կարող են արդյունավետ լինել, եթե նորմալ օգտագործեն, բայց ծնողների մեծ մասը դեպքում։ Ինչպես են սոցիալական ցանցերում գործող կեղծ հաշիվները թիրախավորում անչափահասներին։ Այդ բաղադրիչով կարող է լինի իրականում, որովհետև թիրախավորելը դա կարող է լինի օրինակ մանկապիղծ, ու կարող է լինել համադասարանցի, որը ուղղակի իրան թվում է թե կատակով ինչ-որ երեխային զվարճանում է կեղծորելով, այնպես որ շատ տարբեր կարող են լինել մոտեցումները։ Ինչ մեխանիզմներով են սոցիալական ցանցերի ալգորիթմները, այսպես ասած, մոտեցնում որոշակի տեսակի կոնտենտ հենց անչափահասներին։ Արդյոք նրանց դիտարկում են որպես հատուկ թիրախային խումբ հենց ներգրավման նպատակով։ Ցանցերը տարբեր են, TikTok-ի ալգորիթմը, օրինակ, եւ X-ի ալգորիթմը շատ իրարից տարբերվում են։ Օրինակ, Meta-ն ընդհանրապես Ամերիկայում գրանցված ցանցերը մինչև 13 տարեկան երեխաներին ընդհանրապես թույլ չի տալիս մտնել ցանց։ Իսկ մտնելուց հետո էլ արտադրում է միայն ընկերների համար ինֆորմացիա տարածել եւ այլն, այնպես որ բավական սահմանափակ։ Գովազ չի թույլ տալիս թիրախային տեղադրել անչափահասների վրա, օրինակ Meta-ն։ TikTok-ը օրինակ շատ ագրեսիվ ալգորիթմ ունի այդպես անկելուց, այսինքն շատ կախված է որ սոցցանցի մասն է։ Եկեք խոսենք ինտիմ շահագործման մասին, որը բավականին տարածված է անչափահասների շրջանում։ Ինչ պետք է անի անչափահասը, եթե արդեն հայտնվել է թիրախում։ Նրա առաջին արձագանքը որը պետք է լինի եւ ամենակարևորը ում պետք է դիմի։ Տեսեք, այստեղ շատ միանշանակ է ինքնուրույն հարցը լուծել չի կարելի։ Ու ինչքան ավելի երկար ես դու փորձում ինքնուրույն տակից դուրս գալ, այդքան իրավիճակը ավելի վատթարան։ Այնպես որ պետք է գտնել ինչ-որ մեկին, ում վստահում ես եւ դիմել, որպեսզի ավելի անկաշկանդ
ծանր վիճակում գտնվող մարդ փորձի առաջարկել լուծումներ։ Այդ մարդը ով կլինի շատ կապված է երեխայից։ Այսինքն երեխային հարազատ ինչ-որ մեկը։ Դա կարող է հարազատ լինի, կարող է դասատու լինի, դա կարող է ինչ-որ թերից լինի, երբ որ երեխան շոկի վստահում։ Ու վերջում խնդրում եմ ասեք, հայկական համացանցը որքանով է վտանգավոր անչափահասների համար։ Եթե հայալեզուն, ապա ինքը շատ ավելի քիչ վնասակար է բովանդակության տեսանկյունից, օրինակ նույն պորնոգրաֆիկ կոնտենտը հայալեզու գրեթե գոյություն չունի։ Բայց թիրախավորված տեսանկյունից եւ այլն վտանգավորը զուտ են պատճառով, որ երեխային ավելի հասանելի է լեզվական առումով, բայց որ ասենք որ հայկական հայալեզու բովանդակությունը ինչ որ արտարոց վատնա, ապա չէ։ Այլ մի բան էլ ավելի մեղմ է, որ քիչ կա սպეციფიկ տիպի բովանդակություն հայերեն ստեղծած։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։